Ողջույն բոլորին, ես Արթուրն եմ եւ ես զբաղվում եմ թրեյդինգով 3 տարի։ Կիսվում եմ իմ փորձով մեր YouTube-յան ալիքում բացարձակ անվճար։ Եվ այդ իսկ պատճառով անպայման բաժանորդագրվիր ալիքին, որպեսզի բաց չթողնես մեր նոր տեսանյութերը, որոնցով կկարողանաս սովորել թրեյդինգի բազային հիմունքները, իսկ հետագայում արդեն կլինեն խորացված դասեր։ Իսկ այս տեսանյութում ցույց կտամ, թե ինչպես օգտագործել TradingView կայքը մեր անալիզի համար եւ կբացենք գործարքներ Pocket Option կայքում։ Բոլոր հղումները, որոնք կարող են ձեզ պետք գալ, այդ թվում նաեւ մեզ հետ կապ հաստատելու համար կան նկարագրությունների բաժնում։ Առաջին հերթին կցանկանայի խոսալ հենց TradingView կայքի մասին, ձեր էկրաններին կտեսնեք այդ կայքը։ Այստեղ կարող եք գրանցվել, կարող եք ունենալ ձեր ակաունտը, ես հիմա չեմ ցույց տա այդ ամեն ինչը, որտեվ դա շատ պարզ եւ հեշտ է։ Գրանցվելուց հետո արդեն կարող եք տեսնել այսպիսի մի պատկեր, որտեղ մենք կարող ենք հասկանալ, որ ձախ մասում ունենք գործիքներ, որպեսզի կարողանանք մեր անալիզը կատարենք։ Վերևի մասում ահա այստեղ մենք ունենք գործիքներ, որոնցով մենք կարող ենք փոխել մեր արժութային զույգը։ Այստեղ կան ինչպես նաեւ արժութային զույգեր, Forex-ի, այնպես նաև future-ներ, ֆոնդեր, ակցիաներ եւ իհարկե կրիպտոարժույթներ։ Այստեղ ինչպես Bitcoin-ի, այնպես նաև շատ կրիպտոարժույթների գրաֆիկներ կան, որոնցով կարող եք բացել, նայել, անգամ այստեղ բիրժան է կողքը գրում, թե որ բիրժայի համար որ գրաֆիկը օգտագործել։ Այս ամենի մեջ շատ չեմ խորանա, մեզ ավելի շատ հետաքրքրում է գործիքակազմը, թե ոնց է աշխատում։ Արժութային զույգը ընտրելուց հետո այս կողմում մենք կարող ենք տեսնել մեր time frame-ը, որը կարող ենք փոխել, ինչպես եւ Pocket Option-ում եւ բոլոր մյուս բիրժաներում։ Սակայն եթե մենք ցանկանում ենք տեսնել 1 րոպեից ցածր time frame, մենք պետք է գնենք TradingView-ի վճարովի տարբերակը։ Time frame-ից դեպի աջ գտնվում է արդեն մոմային պատկերների ձևը, ունենք ճապոնական մոմեր, բարեր, այստեղ կա դատարկ switch-աներ, որ մոտեցնեմ կտեսնեք ավելի པարզ, խնդրեմ։ Կա այսպիսի գծանշված տարբերակներ, ստոլբաներ կա եւ այլ լիքը հետարքիր տարբերակներ, բայց մենք օգտվում ենք հիմնականում ճապոնական մոմերով։ Աջ կլիկ եթե անեք գրաֆիկի վրա, տակը настройки սեղմելով դուք կարող եք փոխել բոլոր ցանկացած տեսակի ինտերֆեյսը, թե մոմերի գույնից սկսած, թե ֆոնից վերջացրած։ Շարունակելով մեր վերևի գործիքակազմի ուսումնասիրությունը կարող ենք տեսնել ինդիկատորների բաժին, որի վրա սեղմելով կարող ենք տեսնել լիքը տարատեսակ ինդիկատորներ, այստեղ փորփրեք, այստեղ ստրատեգիաների ըստ ինդիկատորներ կա, պրոֆիլներ, պատեռների լիքը բաներ կա, որ պետքա վճարովի տարբերակը։ Օրինակ, եթե դուք ցանկանում եք պատեռների ինդիկատոր միացնեք, օրինակ Գալավայի պլեչի պատեռնը, որ ինքն իրան գտնի, ձեզ միանգամից ցույց է տալու այդ պատեռնը, եթե լինի, բայց քանի որ դա վճարովի տարբերակ է, մեզ լրիվ բավական է օգտվել անվճար տարբերակից։ Իմ մոտ էսպայն միացած է միայն այս տակի աբյոմը, որը ցույց է տալիս, թե ինչ չափի գումարներ են շրջանառվել, գնվել, վաճառվել մեկ օրինակ մոմի մեջ։ Այստեղ ապավիշենյա հատվածում մենք կարող ենք գնային ինչ-որ բան դնել, օրինակ դնենք, եթե գինը հասնի 1.34-ի, ինքը տա մեզ սիգնալ, այսինքն մեզ ուղարկելու է уведомление ապավիշենյա, որ մեր այս GBP/USD արժութային զույգի գինը հասել է 1.34-ի։ Եթե սա զեստանք, մենք այս վերևում կտեսնենք այսպիսի կետային գիծ, որը հենց կարող ենք մենք տեղափոխել, նույնիսկ այսպես մենք կարող ենք տեղափոխել որտեղ որ ցանկանանք։ Եթե օրինակ մենք ունենք այստեղ ինչ-որ այսպիսի զոնա, մենք կարող ենք ապավիշենյա դնել այստեղ, օրինակ, երբ որ գինը հասնի այս կողմերում, մեզ նամակ կգա, որ մեր գինը հասել է այստեղ եւ մենք կգտնենք օրինակ մեր գործարքը կբացենք։ Իսկ այս ձախ մասի բառում մենք կարող ենք ստանալ լիքը տարատեսակ գծապատկերներ, գծանշումներ, որպեսզի մենք կարողանանք ավելի լավ կատարել մեր անալիզը, սկսված թե այս հասարակ ուղակի գծերից, թե վերջացրած այսպիսի տեքստեր, ինչ որ գրելով այստեղ, այսպիսի ուղղանկյուններ նշելով, մենք նույնիսկ ունենք վրցին, որով կարող ենք նկարել ինչ որ ցանկանում ենք, օրինակ այստեղ զոնա կա, ինչ որ բաներ այսպիսի նշենք, հետարքի շատ լիքը բաներ կա, այստեղ որ նայենք, կա նույնիսկ այսպիսի ստրելկաներ կարող ենք դնենք, նույնիսկ այստեղ ունենք տրայեկտորիա, որով կարող ենք սեղմելով, օրինակ նշենք մենք այս գրաֆիկը այսպես հերթով նշելով գնանք։ Խնդրեմ, մենք այս ձևով կարող ենք գծապատկերել մեր այս գրաֆիկը գեղեցիկ ձևով եւ կատարել շատ լավ անալիզ, որը նույնիսկ մեզ համար հաճելի կլինի դիտել։ Էլի շատ չեմ խորանա այս ձախ մասում, դուք ինքներդ կարող խորանաք ամեն մի գործիքի վրա երկու անգամ սեղմելով բացելու է իր մյուս գործիքները, օրինակ այստեղ առաջինում կա լինիա տրենդը, լուչ կա, լուչը օրինակ ստե սեղմում եք եւ այսպես կարող եք կառավարեք, որ այս կողմ օրինակ սեղմում եք, վсё։ Այսպեսի հետարքիր գիծ է, միջև վերջ գնում է, միջև գրաֆիկի վերջը գնալու է, այսինքն դուք ուր գնաք, sense ինքը միջև վերջ այդ լուչը կա, էլի ոնց որ ասած ճառագայթ։ Բացի դրանից կա հորիզոնական գիծ, որը պայլով օրինակ այստեղ եւ սեղմելով վերջ մի հատ գիծ ավելանում, էլի անծայրացիր նախքին գծված այս հորիզոնական գծերը, օրինակ կարող է 1 ամիս հետո գրաֆիկը արդեն եսիմուր հասած լինի,
բայց ձեր գիծը դեռ երև է այդ մասի։ Ինչպես հորիզոնական, այնպես էլ ուղղահայաց գծեր կան, այստեղ պարալելնի կանալ կա, որով օրինակ կարող եք բարձրացող շարժը գծել, այսպես զոնայի պես օրինակ, որպեսզի մեկ գիծ չլինի, այսպեսի զոնա կարող եք գծել բարձրացող շարժի օրինակ։ Այս ամեն իմանալուց հետո դուք շատ հանգիստ կկարողանաք աշխատել եւ անալիզ կատարել TradingView կայքում։ TradingView կայքով աշխատելու համար դուք կարող եք ինչպես նաեւ օգտագործել այսպիսի կիսած էկրան, որտեղ ձախ մասում կլինի օրինակ TradingView-ն եւ աջ մասում կլինի Pocket Option Broker-ը, այնպես նաեւ ուղղակի պատուհաններով փոխելով մեկից մյուսը, եւ որ ամենալավ տարբերակն է դա ունենալ երկու մոնիտոր, որից մեկում կլինի օրինակ TradingView-ն, իսկ մյուսում Pocket Option-ը։ Ահա մենք այստեղ ունենք Outcut արժութային զույգը, որի վրա պարզ երևում է բարձրացող շարժի թրենդը, այսպես զոնայով գեղեցիկ գծել ենք եւ բոլոր հպումները կարող եք տեսնել դուք ինքներդ եւ ամեն հպումից հետո կատարվել է մեր այսպես ասած փոքրիկ մի քանի մոմով outcut-ը, որից հետո մենք արդեն հասել ենք այստեղ եւ այստեղից ես $30 3 րոպեով դեպի վերև գործարք եմ բացել արդեն։ Իմ կարծիքով ճեղքում չի լինի, քանի որ շարժը շատ թույլ է, չնայած այս մեկ մոմը, այս մի կարմիր մոմը շատ հավեսով է եկել, բայց ինչպես տեսնում ենք, այստեղ արդեն վերջին մոմի աբյոմները քչացել են։ Մեր գործարքի ավարտին մնացել է ընդամենը 10 վայրկյան եւ այստեղ դուք կտեսնեք ինչպիսի գեղեցիկ մոմով բարձրացավ դեպի վերև։ Գեղեցիկ անալիզ եւ գեղեցիկ գործարք, որը տվեց մեզ պլյուս։ Կա JPY արժութային զույգի մոտ ունենք այսպիսի լոկալնի զոնա, որտեղից մենք կարող ենք գծել մեր զոնան այստեղ, նույնիսկ մի քիչ այսպես կարող ենք անել եւ մենք ինչպես տեսնում ենք դեռ ժամանակ ունենք սպասելու, որ մի քիչ էլ կարող է մոտենալ։ Այստեղից եթե բացենք հնարավոր է պլյուս գնանք, բայց շատ հնարավոր է որ դեպի ներքև էլի գնա եւ մոտիկանա այս մեր զոնային։ Դրա համար պետք չի շտապել։ Այս դեպքերում եթե շտապել եք եւ գործարք եք բացել, որը փակվել է մինուսով, այս դեպքում կարող եք բացել դագոնով գործարքը, որը արդեն կրկնակի գումարով եք բացելու։ Խնդրեմ, այսպեսի գեղեցիկ գծանշումներ կատարեցի այստեղ, Pocket Option-ում նույնպես գծեցի մեր զոնան, որպեսզի հասկանանք թե ինչից ենք գործարք բացելու։ Այս պայն մեզ մնում է մի քիչ սպասել, որպեսզի մենք մոտիկանանք այս զոնային, եւ երբ որ հասկանանք վաճառքների ուժը այնքան մեծ չի, որ ճեղքում լինի, մենք կարող ենք բացել արդեն դեպի ածկոկից վերև։ Մենք մոտիկանում ենք մեր զոնային եւ այստեղից ես արդեն կբացեմ գործարք 3 րոպեով դեպի վերև, քանի որ մեր աբյոմները գնալով արդեն քչանում են եւ չկա արդեն շրջանառություն շատ մեծ եւ մոմերը շատ հանգիստ վիճակում են, այսինքն մենք չենք շտապում ինչ որտեղ, մոմերը ինչ որ տենց անկանոն շարժումներ չեն արում, շատ հզոր կերպով օրինակ վաճառքներ չեն եղել, ուժեղ չի մոտիկացել մեր զոնային, այսինքն ինքը լրիվ հանգիստ վիճակում է եւ քանի որ հանգիստ վիճակում է, նշանակում է ճեղքում հնարավոր է չլինի։ Հնարավոր է, բայց երբեք չի բացառվում, քանի որ եթե ինչ որ մեկը մտնի շուկա եւ վաճառի մեծ քանակությամբ շատ հանգիստ կարող է պարկել գինի ուղակի ներքև։ Այս պայն նույնիսկ մեր RSI-ն էլ է ասում, որ շատ գեր վաճառված վիճակում է գտնվում արժութային զույգը, այդ իսկ պատճառով ես շատ հանգիստ իմ կարծիքով սպասում եմ այստեղից դեպի վերև outcut, բացել եմ 3 րոպեով, մեզ մնացել է րոպե 35 վայրկյան մոտավոր։ Գործարքը փակվում է պլյուսով, բայց մազով ընդամենը փակվում է պլյուսով, չնայած նրան, որ մեր րոպեն շատ քիչ էր, մենք պլյուսով գնացին գործարքը, բայց այստեղից, հենց այստեղից մենք կարող ենք եւս մեկ գործարք բացել, որը ես իհարկե չեմ անի, որովհետեւ դա արդեն կդիտարկվի մեր կողմից որպես ագահություն, չնայած նրան, որ ես վստահ եմ, որ այստեղից մի քանի մոմով մենք կստանանք մեր outcut-ը։ Եթե իհարկե այդ գործարքը փակվեր մինուսով, ես կբացեի այստեղից դագոն, բայց քանի որ մեր գործարքը փակվել է պլյուսով եւ մեզ տվել է մեր ոնց որ ասած անալիզի կատարած ջանքերի դիմաց մեր պլյուսը ստացել ենք, ապա իմաստ չեմ գտնում էլ այստեղից գործարք բացել, չնայած որ մեծ հավանականությամբ վստահ եմ, որ outcut-ը կլինի։ Եվրո USD արժութային զույգում մենք ունենք նույնպես զոնա, լոկալնի զոնա ունենք, չնայած որ ընդհանուր շուկան իշխող շարժի մեջ է գտնվում, բայց իմ կարծիքով այս լոկալնի զոնան է հնարավոր է աշխատի։ Հիմա արդեն ինձ թվում է կարող ենք մի քիչ սպասել, որ բարձրանա եւ այդտեղից արդեն դեպի ներքև ածկոկից բացենք գործարք։ Այստեղից կփորձեմ բացել 3 րոպեով դեպի ներքև գործարք, քանի որ շարժը, ինչպես տեսնում եք, շատ թույլ է սպայդրությամբ, այստեղ կուտակում է եղել եւ ամենայն հավանականությամբ ճեղքումը չի լինի։ Մեր այս մի գործարքը ստացվեց մինուսով եւ այդ իսկ պատճառով ես այստեղից դագոնով որպես կբացեմ եւս մեկ գործարք, արդեն $60 դեպի ներքև էլի 3 րոպե։ Շատ գեղեցիկ շարժ ունեցանք այստեղ մեծ մեկ մոմի տեսքով եւ մենք իհարկե պլյուս եղանք։ Շատ հեշտ է իրականում աշխատել TradingView կայքի օգնությամբ, մեզ տալիս է զանազան գործիքներ հետարքիր անալիզի համար
եւ ավելի հարմար են, քան Pocket Option Broker-ում, բայց կա մի խանգարող հանգամանք, որը պետք է հասկանաք, եթե ցանկանում եք օգտվել TradingView կայքից միաժամանակ եւ բացել գործարքներ Pocket Option-ում։ Ինչ հանգամանք կա այստեղ, եթե մենք խորանանք TradingView-ում եւ կատարենք մեր անալիզը կատարելը կարող է տևի շատ երկար եւ միջև որ մենք վերադառնանք մեր գործարքի բացման համար, արդեն կհասկանանք, որ գործարքի կետը անցել է եւ մենք ուշացել ենք։ Եվ դա միակ պատճառն է, որը դժվարեցնում է TradingView-ով աշխատելը։ Հուսով եմ ամեն ինչ պարզ էր, ընդհանրապես բարդ բան էլ չկա, եթե իհարկե հարցեր կլինեն, կարող եք անպայման գրել մեկնաբանությունների բաժնում։ Բոլոր լինքերը անպայման կլինեն նկարագրությունների բաժնում, թե TradingView-ն, թե Pocket Option-ը, թե մեր Telegram-յան ալիքի հղումը, որտեղ ամենաակտիվն եմ լինում, նոր տեսանյութերի ու եթերների եւ խաղարկությունների մասին բոլոր ինֆորմացիաները կարող եք գտնել մեր Telegram-յան ալիքում։